1905 թվականի աշնանը աշխարհն ականատես եղավ ադրբեջանական ժողովրդի գոյության դեմ ուղղված դաժան քաղաքականության։ Այդ ժամանակ Հարավային Կովկասի երկնքում լարվածություն էր հասունանում։ Խորը հակասություններ, աքսորներ, զրկանքներ, արյունալի իրադարձությունները հաջորդում էին միմյանց։ Սա աղետ էր, որը չէր վերաբերում միայն մեկ կոնկրետ տարածքի, այլ խորը հետք էր թողել ամբողջ ժողովրդի հիշողության մեջ։ 1905 թվականի տեղահանությունը նաև ծագել էր այն քաղաքական եւ սոցիալական դժվարություններից, որոնց այդ ժամանակ մասնավորապես բախվել էին հայերն ու ադրբեջանցիները։ Իրականում այս տեղահանությունը Ադրբեջանի հարավում եւ այն շրջաններում տեղի ունեցած բռնության արդյունքն էր, որտեղ հայերը ապրում էին կոմպակտ։ Կովկասի տարբեր էթնիկ եւ կրոնական խմբերի միջև աճող հակամարտությունները, մասնավորապես 1905 թվականի հեղափոխական շարժման հետևանքով սրված սոցիալական լարվածությունը հանգեցրին նման զարգացումների։ Այս իրադարձությունները թողեցին քաղաքական տարածքային փոփոխությունների եւ էթնիկ հակամարտությունների խորը հետքեր։ Հայերի եւ ադրբեջանցիների միջև հակամարտությունը սրվեց։ Գյուղերում, քաղաքներում եւ առևտրի կենտրոններում տեղի ունեցած բախումները ազդեցին հասարակության բոլոր շերտերի վրա։ Այս ժամանակահատվածում, որի մասին դժվար է հիշել առանց արդյունքների, շարունակվեց երկու ժողովուրդների ցավալի ուղին։ Տեղահանությունը ոչ միայն ֆիզիկական բռնություն էր, այլև բարոյական ճնշում, որը արտացոլում էր հայրենիքից տեղահանված մարդկանց տխուր կարոտը։ Տեղահանության գործընթացը տեղի չունեցավ ընդամենը մի քանի օրում։ Չնայած սկսվեց անսպասելիորեն, այն արդեն դարձավ շատերի կյանքում շրջադարձային կետ։ Մարդիկ թողնելով իրենց հողերը, տները, իրենց նախնիների հետքերը, քարշ էին գալիս դեպի դաժան եւ մռայլ ապագա։ Տեղահանությունները սովորաբար բաժանվում էին մի քանի փուլերի։ Առաջին փուլում մարդիկ բռնի կետով տեղահանվում էին իրենց գյուղերից եւ քաղաքներից, ապա աքսորվում հեռավոր, անմարդաբնակ վայրեր։ Այն վայրերում, ուր նրանք գնում էին, կային միայն աղքատություն եւ դժվարություններ, ինչպես նաև իրենց պատմական ժառանգության, մշակույթի եւ համոզմունքների ոչնչացման սպառնալիք։ 20-րդ դարի սկզբում Կովկասում, մասնավորապես ներկայիս Հայաստանի տարածքում, ադրբեջանցի թուրքերի դեմ իրականացված կոտորածների սցենարը հիմնված էր 19-րդ դարի վերջին Արևելյան Անատոլիայում հայերի կողմից ձեռք բերված փորձի վրա։ Այսպես կոչված հայկական հարցը, որը օրակարգ մտավ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո եվրոպական պետությունների ջանքերի արդյունքում հետագայում դարձավ հայերի համար միջոց Արևելյան Անատոլիայում ինքնավարությունն ձեռք բերելու եւ անկախ հայկական պետություն ստեղծելու համար։ Այս ինքնավարությանը հասնելու համար նախ անհրաժեշտ էր հայերի վային գերազանցության հասնել Արևելյան Անատոլիայի նահանգներում, այսինքն այն նահանգներում, որոնք հայերը անվանում են Արևմտյան Հայաստան, սակայն այն նահանգներից ոչ մեկում նրանք թվային առավելություն չունեին։ Սա ընդունում էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը 1897 թվականին հրապարակված փաստաթղթում, որը հանդես էր գալիս որպես հայերի պաշտպան։ Այդ տարիներին Թուրքիայում, Անգլիայի եւ Ֆրանսիայի օգնությամբ իրականացվում էր հայկական ապստամբության քարոզչություն։ Այս գործում առաջատար դեր ստանձնեցին Դաշնակցություն եւ հնչակյան քաղաքական կազմակերպությունները։ Հայերը հարձակվեցին թուրքերի եւ քրդերի վրա, զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, որպեսզի տեղի ունենան կոտորածներ, իսկ ավելի ուշ եվրոպական լրատվամիջոցների միջոցով կարողանան աշխարհին հայտարարել, որ իբր թուրքերը հայերին ենթարկել են ցեղասպանության։ 1894-1896 թվականներին Թուրքիայում հայերի կողմից կազմակերպված անկարգությունները ճնշվեցին Սուլթան Աբդուլհամիդի կողմից։ Այդ անկարգությունների կազմակերպիչների եւ կատարողների մեծ մասը տեղափոխվել են Կովկասի տարբեր շրջաններ։ Ռուս հեղինակ Շավրովի խոսքով 1896 թվականին Անդրկովկասում ապրում էր 900,000 հայ, իսկ 1908 թվականին արդեն 1,301,000։ Այսպիսով, միայն այդ ժամանակահատվածում Անդրկովկասում բնակություն է հաստատել 400,000 հայ։ 1908 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանական վարչության փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թուրքիայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո
Կես միլիոն հայ է տեղափոխվել Անդրկովկազ։ Դրանք անմիջապես սկսել են իրենց ծև գործերը։ Դրանից հետո Դաշնակցություն կուսակցության շարքերը ժամանակակից Հայաստանի տարածքում ել ավելի համալրվեցին եւ հակաթուրքական քարոզչությունը Կովկասում զգալիորեն ամրապնդվեց։ Նովոյե Վրեմյա թերթի երևանյան թղթակից Գրիգորիևի խոսքով հանցագործությունների 80%-ը կատարել են Թուրքիայից եկած հայերը, վարձու մարդասպանները։ Հետաքրքիր է, որ Թուրքիայում հայերի նախաձեռնած անկարգություններից շատ առաջ ՀՅԴ գրանցումից ընդամենը մի քանի ամիս անց, այսինքն 1891 թվականի հունվարին, Բաքվի Թաղիևի անվան թատրոնում բեմադրվել է Սաֆրազյանի 4 գործողության պիեսը։ Պիեսի առաջին գործողության մեջ մի թուրք տանջում էր մի հայ կնոջ, երկրորդ գործողության մեջ այդ կինը պայքարում էր իր ազատության համար, երրորդ գործողության մեջ նույն կինը սպանում է թուրքին, իսկ չորրորդ գործողության մեջ ազատագրված Հայաստանը երիտասարդ հայ աղջկա կերպարով։ Այդ պիեսի համար հեղինակ Սաֆրազյանը արժանացել է բարձր կոչման։ Այս տեղեկությունը վերցված է Կովկասյան փոխարկահության կողմից Բաքվի նահանգապետին 1891 թվականի փետրվարի 7-ին ուղված նամակից։ Ինչպես երևում է, 19-րդ դարի վերջին Դաշնակցություն կուսակցության հակաթուրքական քարոզչական մեքենան ամբողջ ուժով գործի է դրվել ոչ միայն Երևանում եւ Թբիլիսիում, այլև Բաքվում։ Հայ մուսուլմանական կոտորածները, որոնք սկսվել են 1905 թվականի փետրվարի 6-ին Բաքվում հայ կոմիտեի անդամների կողմից մի ադրբեջանցու սպանությամբ պատահական չեն եղել, ինչպես պնդում են շատ հեղինակներ, այլ տեղի են ունեցել ծրագրված ձևով մի քաղաքում, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ամբողջ Կովկասից հարուստ հայեր։ Հայերը վստահ էին, որ Բաքվի հայ միլիոնատերերի օգնությամբ կհասնեն իրենց ուզածին, կվերահսկեն Բաքվի նավթային թագավորությունը, ապա զենքի ուժով կվտարեն մուսուլմաններին ամբողջ Անդրկովկասից եւ կստեղծեն հայկական պետություն։ Չնայած փետրվարի 6-ից 10-ը Բաքվում շարունակված ջարդերի արդյունքում երկու կողմերը շուրջ 1000 զոհ տվեցին, հայերի մտադրությունները չիրականացան եւ նրանք պարտվեցին։ Հայերը ջարդեր կազմակերպեցին նաեւ Երևանում փետրվարի 21-ից 23-ը։ Ըստ Օրդուբադի «Արյունոտ տարիներ» գրքի, հայկական սադրանքի հետևանքով իրավիճակը կրկին թեժացավ 1905 թվականի մայիսի 5-ին Նախճիվանի շրջանի Ջահրի գյուղում 3 մուսուլմանների ծանր վիրավորելուց եւ մայիսի 7-ին Թումբուլ գյուղում 1 մուսուլմանի սպանությունից հետո։ Մայիսի 8-ին Նախճիվան ժամանեց Երևանի փոխնահանգապետ Բարանովսկին, Երևանի քաղաքապետ Ագամոլովի եւ Նախճիվանի քաղաքապետ Ջաֆար Գուլուխան Նախճիվանսկու հետ միասին։ Քանի որ կոտորածները չէին դադարում, Թբիլիսիից Նախճիվան ուղարկվեց նաեւ գեներալ Ալիխանով Ավարսկին։ Հայերը պարտություն կրեցին նաև Նախճիվանում, ուստի հաջորդ անկարգությունները սկսեցին Երևանում։ Հայերի նպատակն էր նախ մաքրել Երևանը եւ շրջակա գյուղերը մուսուլմաններից, ապա ըստ Օրդուբադի միավորել Երևանի հայերին Նախճիվանում պատրաստի ռազմական ուժերի հետ, ոչնչացնելով Երևանից Նախճիվան տանող ճանապարհին գտնվող իսլամական գյուղերը, ապա Զանգիզուրի կամավորներին ներգրավել Նախճիվանում գտնվող ռազմական ուժերում, ոչնչացնելով Նախճիվանից Զանգիզուր տանող ճանապարհին գտնվող գյուղերը։ Մայիսի 23-ին ջարդեր սկսվեցին Երևանում, հայերի կողմից Գարսաչայի այգում մուսուլման երիտասարդների վրա հարձակումով։ Չնայած Երևանում ջարդերը դադարեցին մայիսի 31-ին, հայերը որոշեցին հարձակվել շրջակա մուսուլմանական գյուղերի վրա։ Նույն երեկոյան հայերը հարձակվեցին Գրբուլաղի շրջանի Գոզեչիկ գյուղի վրա։ Հունիսի 2-ին 10,000 հոգուց բաղկացած հայկական գունդը հարձակվեց Մանգուզ գյուղի վրա։ 12 ավերված մուսուլմանական գյուղերի բնակչությունը փախավ Թազաքեն։ Հունիսի 3-ին հայերը հարձակվեցին Գյուլլուջա գյուղի վրա։ Անզեն բնակչությունը փախավ Թութիե, Դամագիրմաս եւ Քյամալ գյուղեր։ Ջարդերը շարունակվեցին 18 օր։ Հունիսի 3-ին Ափարանի, Շորայելի, Փամբեկի եւ Ալեքսանդրապոլի հայերը հարձակվեցին Էջմիածնի շրջանի Ուշու գյուղի վրա, իսկ հունիսի 8-ին մուսուլմանները լքեցին գյուղը։ Հունիսի 9-ին հայերն ավերեցին Պերսի, Նազրևան, Քիչիկքենտ, Քոթուկլու, Գոշաբուլաղ, Իրկու, Էնգիրսեկ եւ Թեքիե գյուղերը։ Հունիսի 10-ին հայերը Էջմիածնում ավերեցին 10 գյուղ։
Օրդուբադին 1905 թվականին հայերի կողմից ներկայիս Հայաստանի տարածքում իրականացված ցեղասպանությունը բնութագրեց հետևյալ կերպ. Երևանի շրջանը վերածվեց այրվող լեռան հրաբխի, որը այրում եւ խեղդում էր ազնիվ իսլամական ազգը։ Մինչդեռ 1897 թվականին Երևանի նահանգում ադրբեջանական բնակչությունը կազմում էր 313176 մարդ, 10 տարի անց 1907 թվականին մնացել էր 302965 մարդ։ Այսպիսով 1905 եւ 1906 թվականներին Երևանի նահանգում սպանվել է 10,000-ով ավելի շատ ադրբեջանցի, քան բնակչության տասնամյա բնական աճն էր։ Երևանի նահանգում իրենց նպատակներին հասնելուց հետո հայկական զինված խմբավորումները սկսեցին ջարդեր իրականացնել Ղարաբաղում։ Հունիսի 1-ին սկսված հայկական հարձակումների արդյունքում Ջաբրայել Կարյագին շրջանում ավերվել են Վեյսալի, Գաջար, Չամանլի, Արիշ, Գիշլակ եւ Մազրա գյուղերը։ Օգոստոսի 16-ին կոտորածներ են տեղի ունեցել Շուշայում։ 1905 թվականի նոյեմբերին հայերը հարձակման անցան Գյանջայի, Ջավանշիրի եւ Ղազախի շրջաններում, ինչպես նաեւ Թբիլիսիում, որի հետևանքով զոհվեցին հազարավոր անմեղ ադրբեջանցիներ։ Հայ հեղինակ Ս. Զավարյանի տրամադրած տեղեկությունների համաձայն այդ ընթացքում Շուշայի շրջանում ավերվել է 12 մուսուլմանական գյուղ, Ջավանշիրի շրջանում 15, Ջաբրայելի շրջանում 5 եւ Զանգիզուրի շրջանում 43, ընդհանուր առմամբ 75 գյուղ։ Տեղահանության ամենադժվար կողմը բազմաթիվ գործոնների առկայությունն էր, որոնք մարդկանց բարոյական ցնցումներ էին ենթարկում։ Հայրենիքից հեռանալիս շատ մարդիկ ստիպված էին նոր կյանք սկսել այնպիսի պայմաններում, որ հետագայում մոռացան իրենց մշակույթը, լեզուն եւ ավանդույթները։ Տեղահանությունը հանգեցրեց շատ ընտանիքների քայքայման, բարեկամությունների խզման եւ արմատների կորստի։ Դժբախտաբար 1905 թվականի տեղահանության զոհերը այս ժամանակահատվածում բախվեցին բազմաթիվ դժվարությունների։ Տեղահանության յուրաքանչյուր պատմություն դարձավ այս մարդկանց լավագույն հիշողությունների, ընտանեկան կապերի եւ այն բանի խորհրդանիշը, թե որքան դժվար էր դարձել նրանց կյանքը, որովհետև տեղահանությունները միայն մեկ վայրից մյուսը տեղափոխվելու մասին չէին։ Դա մարդկանց արմատների, ինքնության եւ հայրենիքի կորուստ էր։